Կապան համայնքի սահմանամերձ Գեղանուշ գյուղի առավոտյան անդորը խախտում են ոչ միայն մեր տեսանկարահանող դրոնի ձայնը, դրանից վախեցած կատվի մլավոցը, այլև այս նորակառույցի ներսում աշխատող կարի մեքենաների աղմուկը։ 2021 թվականի վերջին գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ազգային ժողովի падգամավոր Դավիթ Դանիելյանին հատկապես մտահոգել էր այն փաստը, որ գեղանուշցի կանայք աշխատանք չունեն։ Խոստացել էր միջոցներ գտնել ու կարի արհեստանոց բացել։ Կիսավեր առանձնատունը գնել, նորոգել ու իրագործել էին բիզնես գաղափարը։ Արտադրամասը արդեն պատրաստ էր, սակայն մասնագիտական խնդիր կար եւ գյուղի կանանց տեղափոխել ենք Երևան, այնտեղ վերապատրաստվել են, որպեսզի կարողանան որակով ապրանք ապահովել, պայմանավորվել ենք խոշոր տնտեսվարողի հետ պատվերի առումով եւ հիմա այսօրվանից արդեն նրանք այդ պատվերները կիրականացնեն։ Նախատեսված է 7 աշխատատեղ, սակայն այս պահին 4 կին կաշխատի, քանի որ մասնագիտական բավարարվածությունը իրենք են անցել, սակայն շատ շուտով կդարձնենք 7 աշխատատեղ։ Աշխեն Աղաջանյանը 5 երեխայի մայր է, ասում է արհեստանոցը տնից հեռու չէ, ոտքով է գալիս, ուրախ է, որ կայուն աշխատանք ունի։ Աշխատել եմ շատ տեղեր, ունեմ միջնակարգ կրթություն, բայց քանի որ քաղաքից գյուղ գնալը խնդիր է, չեմ կարողանում էլ քաղաքում աշխատանքի գնամ, որովհետև ժամային գոտիները տրանսպորտը չի համապատասխանում։ Ուղիղ կտրվածքները սպիտակ եղեն, ազատ ձևում ենք, կարում ենք, նույն այս բարձիկները մենք մեր ձեռքով կծվում ենք, կարում ենք, ամեն ինչը մեր սրոյից մենք անում ենք։ Առաջին աշխատանքային օրն արդեն հասցրել են մի քանի բարձ կարել, շուտով պահեստները կլցվեն եւ հումքով եւ արտադրանքով, հույս ունեն իրենց ապրանքը շուտով նաեւ տարբերանշան կունենա։ Հաջողելու դեպքում նախատեսում են ընդլայնել արտադրության ծավալները, արհեստանոցներ հիմնել նաեւ այլ գյուղերում։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։